բացի դրանից նաև լրագրողներից մեկին հայոյել եք։ Ոչ հայոյանք է եղել, ոչ հոտ։ Լսվում է, օրինակ տեսանյութեր կան, որտեղ լսվում է այդ դեպքում գուցե ակամայից է ձեզ մոտ ստացվել, այսինքն հայոյանք։ Հայոյանք չի եղել։ Կարող է ուրիշ բան եմ ասել, իրանք մտածել են հայոյանք, բայց հայոյանք չի եղել։ Եթե լսվում է, կբերեք ցույց կտակ։ Դե չի կարելի, գիտեք, ասենք գնում ենք հարցակվում են մարդու վրա, չի կարելի։ Եթե հարց կա, կգաք իմ կաբինետը, կնստենք խոսանք, բայց հարցակվելը սենց, այ հիմա տես ինչքանով է ճիշտ։ Հարցակվել եք մի անգամից սենց եւ ամեն մեկդ մի հարց եք տալիս։ Լավ կլինի, ես էլ իմ պատգամավոր ընկերներին վեկալեմ, ձեզ շրջապատենք ու սկսենք ձեզ հարցով խեղդել։ Մենք էլ կարող ենք պատասխանել կամ չպատասխանել։ Դե ուրեմն չենք ուզում պատասխանենք։ Չի կարելի խեղդել կամ վիավորել չի դա։ Այն որ գալիս է ձեր աշխատողը ինձ հարց է տալի առանց հասկանալու իմ ընտանիքի հետ կապված ինչ որ ճիշտ է որ ձեր ընտանիքը կապում են կրիմինալ աշխարհի հետ, ինչքանով է ճիշտ ձեր հարցը։ Բայց այդ հարցը տալու հարց է որ դուք տալիս եք։ Եթե հասարակության մեջ այդպիսի տեսակետներն են, բայց դուք իմ ընտանիքը ճանաչում եք, չէ, փոխանցող չէ։ Դուք ճիշտ կլինի նորմալ բաներ, ընտանիքի հետ կապված հարցեր, ես ձեզ խորհուրդ կտամ, ոչ մեկը, դուք իմ ընտանիքը ճանաչում եք։ Չեք ճանաչում, չէ՞։ Բա ո՞նց չեք ամաչում, այտենց հարցեր եք տալի։ Կարող է իմ ընտանիքի են, իմ երեխեքին, իմ կնոջը, իմ ընտանիքը տեսնեք, դուք էլ ամաչեք։ Բայց մեկ-մեկն ինձ հարցեր եք տալի, չեք էլ զգում դուք ինչ եք տալի, հետո որ ձեզ նեղացնում են, ասում են մեզ վիավորեցիք, իսկ դուք եք մեզ վիավորել։ Բայց դուք երբեմն հարցը չեք էլ լսում։ Դե չեմ լսում, որովհետև չէ։ Չի կարելի, եթե հարցեր ունեք, 1000 անգամ ասել եմ, գրավոր կգրեք, կբերեք ձեր հարցին, կամ կպատասխանեմ կամ չէ։ Հիմա ես ասում եմ, դուք չեք անում։ Բա ինձ նեղացնում եք, չէ՞։ Այո, միայն գրավոր։ Ինչ հարց ուզում ա լինի, գրավոր։ Պատգամավոր եք նաև բանավոր պետք է։ Բանավոր կարող եմ, բայց ես իմ բանավորը դուք խեղաթյուրում եք եւ տարբեր ձևի գրում եք։ Իսկ գրավորի դեպքում տեսանյութն կարակ ջնջեք եւ փոխեք։ Գրավորի դեպքում ես դուք կգրեք, ես կպատասխանեմ, որ մի բան էլ լինի, համ դուք ինձ ասեք հարցը սենց ենք տվել, դուք սխալ եք պատասխանեք կամ սխալ եք ասում, կամ էլ ես կասեմ, դուք ինձ հարցը սենց եք տվել, ես ձեզ տենց եմ պատասխանել, դուք սխալ եք գրել։ Եթե ապացուցվի, որ հայոյել եք, ներողություն կխնդրեք։ Ես հայոյանք չեմ տվել եւ ներողություն չեմ խնդրում։ Այտենց բաներ չկա։ Աննորմալ լրագրող ասած։ Նորմալ եւ աննորմալ։ Այն որ ասենք, չէ, այն որ գալիս ասում է ձեր ընտանիքը կապում են կրիմինալ աշխարհի հետ։ Էդի նորմալ է թե աննորմալ։ Հարցը լրագրողին ինչու եք անում, ասեք հարցը։ Դե ես էլ իրան մի հատ պատասխան տվի, դե թող գնար գրեր։ Խիչը գրեց։ Դե պատասխան, դե ես համարժեք պատասխան եմ տվել, դե թող գնար գրեր։ Բայց պարոն Սեթրակյան, բայց դա նորմալ հարց է։ Պատգամավորի հետ կապված լուրեր են լինում, նա պետք է ճշտի, ի վերջո ճիշտ Չէ, գրելու։ ընտանիքը, դուք ընտանիքը, այտենց բան ոչ մեկը իմ ընտանիքի հետ շփվողը ոչ մեկը չի կարա ասի, որ այդ ընտանիքը ինչ որ կապեր ունի սենց, բան այդ ամոթ է, չի կարելի, ընտանիքը չճանաչելով կարող է իմ հետ կապված հարցեր եղել են, կարող եք ինձ ասել, ոչ թե ձեր ընտանիքը, բա հələ մի հատ ձեր ընտանիքներում խորանանք, տենանք ով է ձեր ծնողը, ով է ձեր քուրը, եղբայրը, 1000 բան ուզում եք մի հատ ձեր հասցեները տվեք, ես մտնեմ ձեր ընտանիքի մեջ եւ ամեն մեկիդ մի 10 հատ բան բերեմ, դեֆեկտ ընտանիքում։ Հասկացան մեր։ Ասա դե։ Երեխեք ջաներ լարը